Բենզինը, որ Ադրբեջանից գալիս է դեպի Հայաստան, շուխուր են գցել, որ յուրաքանչյուր կոպեկ, որ մենք մուծում ենք, այդ բենզինը գնում ենք, դա գնում է իդե մեզ, բա ինչու եք սուս ու փուս լռում, այսօր որ մտքերն եք արտահայտում, այն ժամանակ, երբ որ գազը, բենզինը ստանում էինք Ռուսաստանից, եւ Ռուսաստանն առաջի տեղն էր գրավում, երկրորդը Բելառուսիան, երրորդը Իսրայելը, զինելով Ադրբեջանին, խեյք այդ ժամանակ սուս ու փուս լռում։ Ես ուրիշ առաջարկություն ունենք։ Մենք բենզին ենք գնում ադրբեջանցիներից, իրանք էլ թող մեզնից ջուր գնեն։ Մի կաթիլ ջուր Հայաստանից չպետք է գնա դեպի Ադրբեջան։ Դրա համար եկեք ազգովի մտածենք ոնց անենք, չէ՞ որ մենք այդ բենզինի համար լումա ենք, դրամ ենք տալի, որը վալյուտային համարժեք է։ Նույնը թող իրանք տան։ Ոնց որ ասում էր Քոչարյանը գույք պարտքի դիմաց ու սա մեր էկոնոմիկան քանդեց, ջուր բենզինի դիմաց տանք։ Ինչ ենք դրա համար անում։ 365 օրից 360 օրը Հայաստանում արևոտ է։ Արևային ջերմոցներ ենք դնում, արևային այդ համակարգը, մատորներ ենք դնում, ջրերը կաչատ ենք անում բասեյնների մեջ, որը մենք պիտի սարքենք։ Բա որ նավթ ունենայինք, մենք բունկերներ չպիտի սարքենք, յոմկստներ պիտի չսարքենք, որ ծախենք։ Մենք ունենք ջուր, մաքուր ջուր, Աստված լավ է տվել է, մենք նավթ չունենք, թե չէ սա մեր հողերը կնավթոտվեր, կկեղտոտվեր ու ժողովրդին դրանից բան չէր հասնի։ Կոչ եմ անում պետությանը, մեր ղեկավարությանը ու բնակչությանը սատար կանգնել այդ մտքի հետ։ Ջուր ենք կուտակում եւ այդ ջուրը վաճառում ենք Իրանին եւ Ադրբեջանին նավթի, գազի դիմաց։